Այսօր, երբ Սիրիայից 100,000-ավոր մարդիկ են բռնել գաղթի ճանապարհը եւ ուղղություն ընտրել հիմնականում եվրոպական երկրները, ԱՄՆ-ն հայտարարում է նրանցից 10,000-ին ընդունելու որոշման մասին։ Սակայն միլիոնն անցնող փախստականների համեմատ այս փոքր թիվն անգամ անհանգստության տեղիք է տալիս ԱՄՆ-ում, որը հաճախ է իր վերահսկացել ահաբեկիչների հարուցած վնասները։ Ինչպես հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլն է ասում. Եթե համոզված լինեի, որ նրանք այստեղ կմնան պատշաճ կերպով, ես կպաշտպանեի այդ որոշումը, սակայն մենք չգիտենք, թե ովքեր են այդ մարդիկ։ Օբամայի վարչակազմի պաշտոնատար անձինք ասում են, թե սիրիացի փախստականներին ընդունելիս վերջիներս ենթարկվելու են խիստ քննության։ Ինչպես Սպիտակ տան խոսնակ Ջորջ Էրնեստն է ասում, Մենք կարճ ուղին չենք բռնում, երբ խոսքը վերաբերում է մեր անվտանգությանը։ Փորձեր կարվեն փախստականների ընդունման գործընթացն արագացնելու համար, սակայն այն տեղի չի ունենա մեր անվտանգության հաշվին։ Իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարը կարգավորող նախագահ Բարաք Օբամայի հատուկ դեսպանորդ պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը նույնպես ընդունում է, որ վտանգը հավանական է։ Հարկավոր է, որ մենք ուշադրությամբ հետևենք, հարկավոր է լինել չափազանց զգույշ, քանի որ իսլամական պետություն խմբավորում անպայման կփորձի իր գործակալներին խցկել փախստականների շարքերում։ Փախստականներին ապաստան տալու կողմնակիցներն ասում են, որ չնայած 10,000 փախստականի ընդունելու որոշումով ԱՄՆ-ն առաջին քայլն է կատարում, մյուս կողմից շեշտում են, որ միջազգային այս ճգնաժամը լուծելու ճանապարհին այս քայլը չափազանց փոքր է։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։